Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորելմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին ասվում է արտգործնախարարության հայտարարության մեջ։ Հանդիպմանը դեսպանին խիստ բողոք է հայտնվել կապված այն բանի հետ, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի Հայաստան կատարած այցի ընթացքում Ինստագրամի պաշտոնական էջում տեղադրվել է Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքներում գործող անջատողական ռեժիմի դրոշի հրապարակումը։ Ընդգծվել է, որ այս բացահայտ քաղաքական սադրանքն անընդունելի է և գերմանական կողմը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի դրա համար։ Հայտարարվել է, որ այս հրապարակումը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և շարունակվող խաղաղ գործընթացին աջակցելու մասին գերմանական կողմի հայտարարություններին։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչներին, ապա նշվել է, որ Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքներից և Հայաստանից բռնի տեղահանված ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիների իրավունքների անտեսումը մեր երկրի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի ևս մեկ ցուցիչ է։ Ընդգծվել է, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր չկա և մեր տարածքների հիշատակման ժամանակ անհրաժեշտ է խուսափել գոյություն չունեցող և կեղծված անուններ օգտագործելուց։ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թովֆիկ Մուսայևը նամակ է հղել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Ինչպես հաղորդվում է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությանը հղումով, նամակը հրապարակվել է որպես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի և անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ։ Տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու կայունությունը Հայաստանից պահանջում են խստորեն պահպանել իր միջազգային պարտավորությունները, ամբողջությամբ և անվերապահորեն հրաժարվել տարածքային պահանջներից, վերացնել ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով Ադրբեջանին հասցված վնասը, զերծ մնալ ապատեգատվությունից և կեղծ տեղեկատվությունից, ինչպես նաև միջպետական հարաբերությունների կարգավորման հեռանկարը խոչընդոտող ցանկացած այլ գործողություններից, նշված է նամակում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կոչ է արել Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, նշելով այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, իսկ այն բաց թողնելը ըստ ադրբեջանցի պաշտոնյանի սխալ կլինի։ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ այս ամիս ավարտված բանակցությունները ճանապարհ են հարթում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար, սակայն այն իրագործելու համար Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից և դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից, ասել է Ամիրբեկովը, հավելելով, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, երկրների միջև լարվածությունը պահպանվում է։ Նա ասել է, թե համաձայնագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը, և որ խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա։ Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելով, հայկական կողմը փորձում է թաքցնել իր սադրանքները։ Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունում նշել են, որ մարտի 31-ին ժամը 11:10-ի սահմաններում Գարա-Քիլսայի շրջանի Բազարչայ բնակավայրի ուղղությամբ տեղակայված Հայաստանի զինված ուժերի դիրքերից հրացքային զինատեսակներից կրակի են ենթարկվել ադրբեջանական բանակի դիրքերը։ Հայկական կողմը, որը վերջին օրերին պարբերաբար գնդակոծում է ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքների փորձեր է ձեռնարկում մեր դիրքերի վրա, ապատեգատվություն է տարածում, թաքցնելու իր սադրանքները։ Հայտնում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից խնածախ բնակավայրը իբր գնդակոծելու մասին Հայաստանի կողմից տարածված տեղեկությունն անհիմն է, սուտ է և ապատեգատվության բնույթ է կրում, նշել են պաշտպանության նախարարությունում։
Շուրջ 30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղի ազատագրումը նոր էջ բացեց տարածաշրջանում։ Ինչպես հայտնում է TRT հաբերը, այս մասին Անկարայում Նովրուզի միջազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը նաև ընդգծել է, որ եղբայրական Ադրբեջանը 2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո առաջիններից մեկն է, ով օգնության հասավ Թուրքիային։ Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի։ Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ ապատեեկատվություն տարածելու միջոցով հասարակական կարծիքը շահարկելու փորձերը դատապարտված են ձախողման։ Այս մասին Ազեր Թաջին ասել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քլջը։ Նա վստահություն է հայտնել, որ ոչ ոք ի վիճակի չէ սեպ խրել երկու եղբայրական երկրների հարաբերություններում։ Ես առաջարկում եմ Անկարայի եւ Բաքվի բոլոր թշնամիներին եւս մեկ անգամ ծանոթանալ Շուշայի հռչակագրի տեքստին, եզրափակել է Թուրքիայի նախկին դեսպանը։ Թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի կողմից Երևանում նկարահանված տեսանյութը արագ տարածվել է համացանցի հայկական հատվածում եւ մեծ արձագանք առաջացրել։ Երիտասարդը քաղաքի կենտրոնից ուղիղ եթերում շնորհավորել է ողջ թուրքական աշխարհին Նովրուզի տոնի առթիվ, նշելով, որ գտնվում է Ադրբեջանի հնագույն հողում, ինչպես նաև հատուկ ողջույն է հղել Երևանից ադրբեջանցի նախկին փախստականներին։ Այնուհետև նա կատարել է Ղարաբաղի մասին հայտնի երգը եւ ձեռքով ցուցադրել է Բոզգուրդի խորհրդանիշ։ Բլոգերի ելույթը հիստերիկ արձագանք է առաջացրել Հայաստանում։ Սոցցանցերի որոշ հայ օգտատերեր իրենք իրենց հարց են տվել, թե ինչպես կարող է նման բան տեղի ունենալ Երևանում։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։